Ընկերներ ջան, ողջույն, մի հատ հետաքրքիր բան տեսա նոր, մտել եմ ավտոցեխ սպասարկման կետ, ընթացագործների մոտ, մեր հարգելի, ուրեմն ինչ տեսա, նկատեցի, սենց մի հատ բան, հեսա շուրտամ ցույց տամ, ասենց շուրտամ, նայեք, հիմա մինչև հանել է ձեր մեջ գուշակեք էլի, սրա մեջ ինչ է այս կոտրակի մեջ, նայեք Արարատն հա, Արագածն հա, և Հայք նախագիծ, Վարուժան Ավետիսյան, այդպիսի բան էր հարգելիներս, ուրեմն ինչի մասին է խոսքը, խոսքը նրա մասին է, որ Վարուժան Ավետիսյանը արդեն իսկ 3 տարից ավել գտնվում է բանտում, ստահակները, շանտ ծնունդները, կարելի ասել վիժվածների և B տղու հրահանգով, մայիսի 28-ին, լույս առավոտ, ձերբակալվեցին և բանտեցին Վարուժան Ավետիսյանին և տղաներին, և տևական ժամանակ է, երկիրը քանդվում է, հիմնահատակ է լինում, և տղաները, ովքեր որ ընդունակ են երկրին տեր լինելու, նրանք բանտված են, իսկ Վարուժան Ավետիսյանը, եթե այսօր լիներ Հայաստանի Հանրապետության վարչապետ, ավելի քան վստահ եմ, որ մենք այսօր մեկ այլ կետում ենք գտնվում, ոչ թե B տղու կետում, որը որ իր կետից սկսեց, և մենք հայտնվեցինք շատ վատ կետի վրա, ես կասեի ավելի վատ տեղ հայտնվեցինք, ինչևից է, այսքանը, մարդիկ կարդում են, մարդիկ հասկանում են արդեն քաղաքացիները, ինչ վիճակի մեջ ենք և 26 թվականին, որպեսզի B-ի տղեքը և են մյուս B-ի տղեքը ոչ մի կերպ չձգտեն իրար հետ պասերով մեր ճակատագրին տիրանան, երկրի ճակատագրին տիրանան, գիտակից քաղաքացին չպետք է թույլ տա, որ հասնի 26 թվական և տարբեր տեսակ ճիվաղները փորձեն մեր հանրության հաշվին, մեր բյուջեի, մեր գրպանի հաշվին թատերական բեմադրություններ խաղան և նորից երկիրը տանեն այն ուղեծրով, որը որ մեզ երբեք ձեռք չի տվել և ձեռք չի տալու, լավ օր հայերին, առայժմ